Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, ես գտնվում եմ Mix-Drive ավտոդպրոցում, ինչպես միշտ ընկեր Արթուրի դասասենյակում, եւ այսօր շարունակելու ենք միասին սովորել քննական հարցաշարերը։ Իսկ եթե դուք բաց եք թողել նախորդ հարցաշարերը, կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ դիտել։ Ողջույն ընկեր Արթուր։ Ողջույն Սյուզան։ Ինչպես եք։ Ես լավ, դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր շարունակում ենք մեր նախորդ տոմսի 11-րդ հարցից, չէ, եթե չեմ սխալվում։ Այո, ես էլ եմ հիշում։ Այստեղ կանգ առանք։ Նախորդ հանդիպմանը, այո, երկրորդ տոմսի հարցերին ենք պատասխանում, կեսը 10 հարցի պատասխանել ենք, այսօր հաջորդ մյուս մասին խոսենք, փորձենք լուծել։ Ես ինձ մոտ այսա 10-րդ հարցի վրա ենք հիմա, փոխենք հաջորդ եւ միանգամից առանց ժամանակ վատնելու անցնենք հաջորդ հարցին։ Դու կարդաս թե ես։ Ես կարող եմ կարդալ։ Փորձի։ Օրվա մոտ ժամանակ ճանապարհի չլուսավորված հատվածներում սահմանված երթուղով երթևեկող ավտոբուսի վրա պետք է միացված լինի լապտերների միայն մոտակա լույսը, լապտերների միայն հեռահար լույսը, լապտերների հեռահար կամ մոտակա լույսը։ Որն է հեռահար, որն է մոտակա լույսը, դա լսած կլինես, դալնի բլիժնի վարդեր ասում են, դա հեռահար, որը որ հեռունա ցույց տալիս եւ մոտակա լույս։ Նախ ասեմ, բնակավայրերում պետք է երթևեկել մոտակա լույսերով։ Կարելի կլինի հեռահարով բնակավայրում երթևեկել մի դեպքում, երբ որ փողոցը, ճանապարհը չունի լուսավորվածություն։ Բայց հիմա անդրադառնանք այս հարցին։ Տես, նշում ենք ճիշտ պատասխանը կամ հեռահար կամ մոտակա լույսերով։ Այսինքն դու ես որոշում որպես վարորդ երթևեկես հեռահարով թե մոտակայով, բայց կարևոր մի բայց։ Եթե դիմացից տրանսպորտային միջոց կմոտենա եւ քո եւ նրա միջև ընկած տարածություն, այսինքն երկու տրանսպորտային միջոցների միջև եղած հեռավորությունը, տարածությունը 150 մետրից կնվազի, ում լույսերը որ կլինի հեռահար, նա պարտավոր կլինի լույսերը փոխարկելու, այսինքն փոխելու մոտակայի։ Պատկերացրինք ոնց։ Դա այդ տարածությունը 150 մետր է, ոչ պակաս, որոշ դեպքերում կարելի է մի փոքր ավել, բայց ոչ պակաս քան 150 մետր։ Ու նման հարց քննական տոմսերում գոյություն ունի, հնարավոր է այսօր հանդիպենք կամ հաջորդ հանդիպմանը հանդիպենք։ Հիշիր, երկու մեքենաների միջև ընկած տարածությունը 150 մետրից եթե նվազում է, հեռահար լույսերը պետք է փոխարկենք մոտակայի։ Դա նրա համար է, երևի հասկանում ես, որ հանդիպակաց երթևեկող մեքենայի վարորդին չանհանգստացնենք։ Հասկացա։ Չշլացնենք։ Այդ շլանալը կուրանալն է, տոմսերում կհանդիպես այդ բառը։ Լավ, շլանալ բառ։ Հաջորդը։ Կահավորված թափքում մարդ փոխադրող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրվում է ոչ ավելի, քան 60 կմ/ժ արագությամբ, 70 կմ/ժ ու 80։ Ստեղ ճիշտ պատասխանը 60 կմ/ժ արագությունն է, որն է կահավորված թափքով մարդ փոխադրող բեռնատարը։ Տեսած կլինես, ես օրինակ բերեմ, որպեսզի ավելի պատկերավոր լինի, զինվորներին, որ տեղափոխում են, բեռնատարը տեղափոխում, բայց ներսում գոյություն ունեն կահավորված նստարաններ, նստատեղեր, նկատել ես, որտեղ կանգնած տեղափոխել ուղևորներին չի կարելի, պետք է նրանք լինեն նստած։ Նախարի այսպես բացատրեմ, բեռնատարը մարդ տեղափոխելու իրավունք չունի, որտեղ ինքը բեռնատար է, ճիշտ է, բայց եթե կահավորված թափքով բեռնատար կհանդիպի, նա իրավունք ունի, այսինքն հատուկ նախատեսված է մարդ տեղափոխելու համար։ Այ կահավորված թափքով բեռնատարը իրավունք ունենա տեղափոխելու մարդ, բայց արագությունը չպետք է ավել լինի 60-ից։ Ինչ ճանապարհով էլ երթևեկի, դա կլինի բնակավայր, թե բնակավայրից դուրս։ Մաքսիմում ամենաշատ առավելագույն արագությունը դա 60 կմ/ժ-ն է։ Հասկացա։ Հաջորդ։ Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն սահմանափակում է վարորդի տեսադաշտը, դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը եւ թուլացնում կայունությունը, ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշները կամ ճանաչման նշանները, ինչպես նաեւ խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը եւ նշված բոլոր դեպքերում։ Ինչ ես կարծում։ Մի հատ նաեւ հասկանամ։ Փորձի։ Բեռի փոխադրում։ Պատկերացրու, արի, այսպես պատկերացրու, ինչ որ բեռ եք տեղափոխում մեր տրանսպորտային միջոցով։
Օրինակ այդ բեռը կարող է սահմանափակել վարորդի տեսադաշտը։ Ինչ որ բեռ տեղափոխես, որ քո տեսադաշտը որպես վարորդ սահմանափակի։ Կարծիքով չի։ Իհարկե արգելվեց։ Հիմա հաջորդը։ Եթե դժվարացնի տրանսպորտային միջոցի ղեկավարումը թույլատնի կայունությունը։ Էս Կարգելվի։ Կարա, հա։ Չէ։ Չի, էլի չէ։ Էլի չէ։ Այսինքն ինչ որ կերպ խոչընդոտի, խանգարի։ Բայց եթե օրինակ շատ ծանր եղավ։ Ծանրի մասին չի խոսքը, դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը, այսինքն դժվարանում է ղեկավարը։ Հա, վարելու մասն է խոսքը, հա, ես։ Այսինքն վտանգ կա, իսկ վտանգի դեպքում դեպքում արտաքին լուսային սարքերը ու լուսանդերը, ահա, այստեղ ինձ թվում է կարգելվի այստեղ։ Այստեղ էլ կարգելվի իհարկե։ Համարանիշները պատկերացնում ես ինչ որ մի հատ բեռ, չգիտեմ ինչ ձևով, ինչ եղանակով, ինչ տարբերակով մեքենայի վրա տեղադրես, որ պետ համարանիշները ծածկի, պետ համարանիշները չերևա։ Իհարկե կարգելվի, չէ՞։ Նու ճանաչման նշանը, իսկ գիտես որոնք են ճանաչման նշանները։ Ճանաչման նշանների առանձին խումբ գոյություն ունի, մենք միասին կնայենք իհարկե այնտեղ խուլ վարորդ, հաշմանդամ վարորդ, բեռի փոխադրման կանոնների պահանջին համապատասխան տեղ ճանաչման նշան գոյություն ունի, վտանգավոր բեռ տեղափոխող տրանսպորտային միջոցների ճանաչման նշան գոյություն ունի, որոնք փակցվում են տրանսպորտային միջոցի վրա, որովհետեւ մենք ճանաչենք, տեսնենք, իմանանք թե ինքը ինչ տիպի է։ Հասկացա։ Դա էլ չի կարելի։ Ուրեմն այստեղ երրորդ տարբերակը։ Իսկ ամենավերջինը կարդացինք նշված բոլոր դեպքերում, չէ, որովհետև առաջինը, երկրորդը, չէ։ Բոլորն են։ Վարորդի, բա իհարկե, դու քիչ առաջ ասացիր, վարորդի տեսադաշտը եթե սահմանափակում է։ Հա, ես գիտեք ինչ մտածեցի, որ բեռը եթե օրինակ չգիտեմ ինչ տեսակի բեռ էլ ուզում ալինի, վարորդի տեսադաշտը կարա ինքը բանանի։ Ոչ, չպիտի սահմանափակի։ Վարորդի տեսադաշտը պետք է լինի լրիվ Բայց եմ ասում ես, բայց ինքը sense տենց չի կարա։ Եթե բեռնատար ավտոմեքենա է, հետևում է բեռը գտնվում։ Դիմացում է վարորդ, դիմացից է վարորդը վարում։ Ոնց կարող է։ Այդ դեպքում թույլատրվի։ Բայց ասում եմ, եթե բեռի, այնպես արի հարցի պահանջը հասկանա։ Բեռի փոխադրումը արգելվում է, եթե սահմանափակում է վարորդի տեսադաշտը։ Հա, ուրեմն, հա, լավ, ես արդեն ուրիշ բան էի հասկանում։ Ուրեմն, այստեղ նշված բոլոր դեպքերում են իհարկե կարգելվի շահագործում։ Անցնենք հաջորդին։ Սա դեղին հոծ գիծ է։ Դեղին հոծ գիծը դա երկար դեղին գիծն է։ Հիմա արի կարդանք։ Թույլատրվում, փորձի։ Թույլատրվում է արդյոք ուղևոր իջեցնել ճանապարհի այն տեղում, որտեղ եզրաքարի վերին մակերեսային գծված է դեղին հոծ գիծ եւ տեղադրված է կանգառն արգելվում է նշանը։ Թույլատրվում է, արգելվում է ու թույլատրվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների բացակայության դեպքում, թույլատրվում է միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների։ Հիմա ես բացատրեմ, դու իմ բացատրելուց հետո կպատասխանես հարցին։ Այստեղ ասում է նաև կանգառն արգելվում է նշանը տեղադրված, բայց էական չի, կարա կանգառն արգելվում է նշանը տեղադրված չլինի։ Կամ ենթադրենք վնասվել է այդ նշանը պոկվել ընկել է։ Դեղին հոծ գիծը, երկար գիծը, որտեղից սկսվում է մինչև իր ավարտը ոչ կանգառ, ոչ կանոն կատարել, ոչ մեկի չի թույլատրվում, ոչ մի վարքյանով։ Գիշես սա։ Ուրեմն բոլորին արգելվում է թե կանգառ, թե կանոն կատարել, եթե կհանդիպի դեղին հոծ գիծ։ Հասկացա։ Իսկ եթե կհանդիպի դեղին, ոչ թե հոծ գիծ, այլ ընդհատված գծեր, կտրտված։ Այդ դեպքում թույլատրվում է կանգառ կատարել։ Կայանել չի թույլատրում, իսկ կանգառը դա մինչև 5 րոպեով տրանսպորտային միջոցին անշարժ վիճակի բերելն է։ Հասկացա։ Ուրեմն այստեղ արգելվում։ Այստեղ արգելվում է։ Ազդում է արդյոք արգելող նշանը ճանապարհի այն հատվածի վրա, որտեղ կանգառ է կատարել վարորդը։ Հենց նախորդ հարցը դեղին հոծ գիծն էր, ճիշտ է։ Սա ճանապարհային նշանը։ Նույն ինքը կանգառն արգելող նշան։ Հասկանալով ոնց էս պատկերացնում ինչ հասկացար, ուշադիր նայ։ Նույն դեղին հոծ գիծն է, պատկերացրու, սա իր ճանապարհային նշանը։ Կանգառ կատարել չի թույլ տալիս։ Նշանից սկսած ուրեմն ազդում է, արգելվում է։ Այո։ Ուրեմն հիշիր, բոլոր նշանները ազդում են, գործում են մինչև կամ իրենց ավարտը, կամ հաջորդ խաչմիրուկ։
Իսկ ինչ ես կարծում, այս հատվածը խաչմերուկ է թե ոչ։ Խաչմերուկ չի, այստեղ շրջադարձ չի։ Շատ ճիշտ է, հետադարձ։ Հետադարձ։ Այսինքն, ստեղ տեղ հատկացրել են, տեղ են հատկացրել հետադարձ կատարելու համար։ Բայց այս նշանը փորձիր հիշել։ Չի պարտադրում վարորդներին, որպեսզի իրենք կատարեն հետադարձ պարտադիր։ Եթե կարիքը կա, տեղեկատվության նշանների խմբում է, ներառված է տեղեկատվության նշանների խմբում, որը տեղեկություն աղորդում, ասում է վարորդներ ջան, ստեղ ես տեղ եմ հատկացրել ձեզ համար, որպեսզի դուք կատարեք հետադարձ, եթե դրա կարիքը կա։ Եթե չէ, կարող եք ուղիղ շարունակել, բայց սա խաչմերուկ չի, խաչմերուկը դա ճանապարհների հատման կետն է, վայրն է։ Այստեղ ճանապարհներ չեն։ Ես մտածեցի, կարող է խաչմերուկից հետո ինքը կանգար կատարել, բայց չէ խաչմերուկ։ Եթե խաչմերուկ լիներ, համարվեր դու ճիշտ էիր։ Ես կլինեի ճիշտ։ Բայց քանի որ խաչմերուկ չկա այստեղ, նշանը չի թույլ տալիս կանգար կանոն կատարել մինչև իր ավարտը։ Իսկ ավարտը մենք այստեղ չենք տեսնում։ Ուրեմն ազդում է իր վրա։ Ճիշտ ես։ Հաջորդ հարցը։ Նշված դեպքում որ գոտուց պետք է կատարվի աջ շրջադարձը։ Ստեղ արի մի փոքր բացատրեմ, նոր կփորձենք հարցերի պատասխաններին նայել։ Այդ գետնի վրա որպես սիմվոլ նմանացրած ատառը դա ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձնացված հատուկ գոտի է։ Որտեղով իրավունք ունեն երթևեկելու ավտոբուսները, երթուղի ունեցող ավտոբուսները եւ տրոլեյբուսները։ Մյուսները, մյուս տրանսպորտային միջոցները իրավունք ունեն մուտք գործելու շուտ ազատելու պայմանով ու ոչ մի կերպ չպետք է խանգարեն ավտոբուսների երթևեկությանը։ Իսկ մուտք գործելու իրավունք ունենան մի դեպքում, եթե հոծ գծով առանձնացված չի լինի։ Քանի որ հոծգիծը հատել չի կարելի։ Այստեղ ուրեմն իրավունք կունենան մուտք գործել կարճ ժամանակահատվածով։ Եթե հոծգիծ լինեն, ընդհանրապես իրավունք չէին ունենա։ Այո, մուտք կգործեն ու կազատեն։ Հիմա այստեղ նշված դեպքում որ գոտուց պետք է կատարել աջ շրջադարձ, միայն երկրորդ գոտուց, միայն A գծանշումով նշված աջ եզրային գոտուց։ Այո, միայն A գծանշումով մուտք կգործեն ու շուտ կազատեն։ Ճիշտ ես։ Մյուսը նայենք։ Խաչմերուկում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, երթևեկելի մասը, որով մոտենում ենք խաչմերուկին, ունի երթևեկության երկու գոտի։ Խաչմերուկ մուտք գործելիս շրջադարձ կատարելու համար որ գոտին եք պարտավոր զբաղեցնել։ Աջ, ձախ կամ աջ կամ ձախ։ Խաչմերուկում մի րոպե շրջանաձև երթևեկությունը այդ կալցիվորը ես որ ասում, ահա, դա է շրջանաձև երթևեկությունը։ Ինչ ես կարծում մուտք գործելուց, մտնելուց։ Աջ գոտին ապետ զբաղացնել, ձախ գոտին, թե կամ աջ կամ ձախ։ Դու ասա ոնց ես մտածում, հետո ես բացատրեմ։ Հեսա ասեմ։ Հեչ փորձել ես մեքենայի մեջ ստաց եղել է, որ մոտենա շրջանաձևի, որ գոտիով եք մուտքը գործել։ Կամ աջ կամ ձախ։ Այո, իհարկե։ Ստացվում է ինչ, նայ ուշադիր։ Որ գոտիով որ կցանկանաս, այդ գոտիով իրավունք ունենաս մուտք գործելու։ Քանի որ մի բան է մուտք գործելը, մեկ այլ բան է այն ազատելը։ Որ գոտիով ցանկանաս կարող ես մտնել, բայց եթե պիտի ազատես, այսինքն դուրս գաս այդ շրջանաձև երթևեկությունից, պետք է ընտրես աջ եզրային գոտին։ Գալիս ես լրիվ աջ եզրային գոտին, որտեղից դուրս ես գալիս։ Ինչու՞։ Որտեղ աջ շրջադարձ կատարում են լրիվ աջ եզրային գոտուց։ Գոտիների քանակը կարևոր չի։ Ու դա էական չի շրջանաձև երթևեկությունը, տեսորական խաչմերուկ։ Ենթադրենք քողությամբ գոյություն ունի 5 գոտի։ Օրինակ։ Ուրեմն 5 գոտուց էլ հիշի, թույլատրվում է ուղիղ։ Բոլոր գոտիներից ուղիղ։ Բայց եթե պատրաստում ես աջ շրջադարձ կատարել, պետք է ընտրես լրիվ աջ եզրային գոտի։ Իսկ եթե փորձում ես ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարել, լրիվ ձախ եզրային գոտուց։ Բայց եթե ուղիղ է կամ աջ կամ ձախ։ Ահա, իհարկե սա ասում եմ այն դեպքում, եթե նշաններով այլ բաներ նախատեսված չեն լինի, որտեղ հնարավոր է նշաններով հարևան գոտիներից էլ թույլ տա կամ աջ կամ ձախ։ Հա, հասկացրինք։ Հիմա նորից եմ կրկնում, կամ աջ կամ ձախ գոտին կարող ենք զբաղեցնել մուտք գործելուց։
Իսկ եթե պիտի ազատենք այդ խաչմերուկը, դուրս գանք շրջանաձևից, ընտրում ենք լրիվ աչիեզրային գոտին։ Մյուս գոտիներից չի կարելի դուրս գալ։ Փորձենք հիշել։ Շատ լավ, անցնենք հաջորդին։ Որ տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթևեկությունը։ Նայ, սենց մի բան։ Դու ինձ նախորդ հանդիպմանը ասեցիր, թե զանգով չեմ հիշում, ինձ ասացիր, որ քեզ հարցրել են կարգավորողի ժեստերը, դիրքերը, հեռուստադիտողներից են հարցրել, որ ձեզ հարցնեմ կարգավորողի դիրքերը, որ անընդհատ խառնում են։ Շատ լավ։ Հիմա այստեղ երկու դիրք կարելի է ընդհանրապես, ճիշտ է 3-ն են, բայց երկուսը կբացատրենք, որտեղ մյուսը տենց բացատրելու իհարկե կարիք չունի, կհանդիպենք քննական տոմսերում, նոր այդ ժամանակ կասեմ։ Կա այս դիրքը, որը հիմա տեսնում ենք մեր էկրանին, ձեռքերը կողք պարզած կամ իջեցրած։ Դա նույնն է։ Այսինքն պատկերացրու հիմա թևերը իջեցրելն է ներքև կարգավորողը, այդ նույն բանն է։ Ոնց քեզ հեշտ կլինի այդպես փորձի պատկերացնել։ Հիմա Սյուզան, արի փորձեմ ես այս դիրքով ցույց տալ։ Ձեռքերը թե կողք կապարզած կամ իջեցրած, դու մտովի պատկերացու, որ ինքը մատերի թևերի օգնությամբ քեզ կանչում է։ Քեզ չէ, կանչում է։ Ում է կանչում դու ասա։ Աջ ու ձախ թևերի կողմից մոտեցողներին, շատ ճիշտ է։ Ուրեմն աջ եւ ձախ թևերի կողմից մոտեցողներին է կանչում, բայց թույլատրում է կամ ուղիղ կամ աջ։ Հիմա արի գույներով նայենք։ Ձախ եւ աջ թևերի կողմից մոտեցողները գույներով ասա, ովքեր են, որոնք են։ Դեղինը, կապույտը, կարմիրը։ Ապրես։ Բայց այնտեղ կապույտը պետքա ձախ թեքվի։ Ուրեմն իրան կարգելվի։ Այսինքն կթույլատրվի դեղինի եւ կարմիրի։ Շատ ճիշտ, այսինքն եւ կարմիր ավտոմոբիլ։ Ապրես, հասկացանք։ Իսկ կանաչին ու սպիտակին առհասարակ արգելվում է։ Այո, ում կոպիտ պատկերացրու էպես, ում չի կանչում, նրանք կանգ են առնելու, ոչ մի ուղղությամբ շարժվելու իրավունք չեն ունենա։ Իրավունք կունենան նրանք, ում որ ինքը կկանչի, մատերի օգնությամբ, ձեռքերի օգնությամբ, բայց ուղիղ եւ աջ շրջադարձ կատարելու նպատակով։ Հասկացա։ Հիմա այստեղ թույլատրվում, որ տրանսպորտային միջոցներին է թույլատրվում երթևեկությունը, դեղին եւ կարմիր։ Նշենք սա, ճիշտ պատասխանը դեղին եւ կարմիր։ Կապույտին էլ կթույլատրվեր, եթե գնար կամ ուղիղ, շատ ճիշտ, ապրես, հասկացանք, չէ՞։ Հաջորդ դիրքը ու աջ ձեռքը պարզած առաջն է։ Ձախը լինում է կողք պարզած։ Որին կհանդիպենք մյուս տոմսերը լուծելիս, քննական թեստերը լուծելիս, իհարկե նրա բացատրությունը կասենք այն դեպքում, երբ որ մենք կհանդիպենք մյուս դիրքին։ Սա առաջինը, շատ հեշտ։ Ստեղ լուսացույցի ինչ ազդանշանի դեպքում ավտոմոբիլի վարորդը կարող է ավարտել իր հետադարձը, ինչ ես կարծում, փորձիր։ Ավարտել։ Այո։ Կարմիր։ Արի հարցը երևի չպատկերացրեցիր։ Հիմա նայ, կարմիր մեքենայի վարորդը ենթադրենք լուսացի կարմիր ազդանշանի տակ կանգ առել ու փոխվել է կանաչի։ Կանաչի դեպքում պետք է շարունակի, ճիշտ է երթևեկությունը։ Շրջադարձ կատարեց, հանդիպեց մեկ այլ լուսացույցի, որի ազդանշանը կարմիր է։ Հիմա ինչ անի, կանգնի թե շարունակի իր։ Կանգնի, չէ, կանաչի դեպքում։ Միայն կանաչի դեպքում, շատ ճիշտ ես։ Հասկացար, չէ՞։ Ստացվում է, տես, խաչմերուկը, եթե քո առջև, քո դիմաց լուսացի ազդանշանը կլինի կանաչ, ուրեմն դիմացից մոտեցողը իմ մոտ էլ լինելու է կանաչ։ Հատվող ուղղությունը արդեն կլինի հակառակը, կարմիր։ Հիմա եթե պատկերացրու այս ուղղությունը կանաչ է, ինքը շրջադարձա կատարել հանդիպելա մեկ ուրիշ լուսացույցի, հատվող ուղղությամբ ընթացողների համար լուսացույցի, որի ազդանշանը կարմիր է, արդեն պետք է ենթարկվի այդ լուսացույցի պահանջին։ Կանգ առնի այնքան, մինչև լուսացի ազդանշանը փոխվի կանաչի, հնշեն կանաչի, նոր շարունակի երթևեկությունը։ Չասի հենց նոր ես տեղից շարժվեցի, վերջ պետք է քշեմ գնամ։ Այդպես չի։ Եթե լուսացույցը պետք է կանգնի կարմիր դեպքում։ Այո, կանաչ կլիներ կշարունակեր։ Անցնենք հաջորդ հարցին։ Նու հաջորդ եւ վերջի հարցը դա առաջի բուժօգնության հետ կապված հարցն է, ճիշտ ասեցինք,
մենք թռուցիկ մակերեսորեն իրանց կպատասխանենք կամ ուղղակի ճիշտ պատասխանը կնշենք, կանցնենք առաջ, բայց փորձենք կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է ինչ անել։ Բոլոր ուսանողները նշում են, որ կրծքավանդակը եթե վնասված է, նստեցնում ենք հենելով առողջ կողմի վրա, այդպես են իրանք նշում։ Բայց լրիվ հակառակը պետք է հենել վնասված կողմի վրա, որ առողջ կողմով կարողանա շնչել։ Շատ կարևոր է այդ մարդու շնչելը, եթե պատկերացրու առողջ կողմի վրա հենենք վնասված կողմով, ինքը կդժվարանա, չի կարողանա շնչել, ամենայն դեպս հնարավոր է մի փոքր ճիշտ սրա մեկնաբանությունը ես չտամ, բայց այսպես ենք մեկնաբանում։ Հասկացա։ Ահա։ Հիմա Սյուզան ջան, մենք երկրորդ խմբի երկրորդ տոմսի բոլոր հարցերին միասին պատասխանեցինք, տեսնում եք, շնորհավոր։ 20-ից 20 հարցի։ Ինչ ես անում, դու տանը մի հատ անպայման նորից, թե առաջին քննական թեստը, թե երկրորդ քննական թեստը, այսինքն որ գոյություն ունի մեր էջում X-Drive-ում, փորձի մի հատ նորից իրանց լուծումները տալ ինքնուրույն։ Եթե կդժվարանաս, եթե կզգաս շփոթվել ես, սխալվել ես, մի խոսքով չես հիշում, ինձ հետ կապ ես հաստատում, միասին նորից կքննարկենք։ Լավ, անգիր չեմ ուզում, որ սովորենք, հասկանալով։ Եթե կարիքը կա, մի քանի անգամ դրանց բացատրությունները միասին քննարկենք, գնանք։ Նաև մեր հեռուստադիտողները հարցրել էին, թե ինչպես մուտք գործել կայք, որպեսզի թեստերին կարողանան պատասխանել։ Կարի միասին ցույց տանք։ Այս դաշտում կնշենք X-Drive.am ու կբերի մեր էջը, որից օգտվելը շատ հեշտ է։ Իհարկե, այստեղ կա մեր մասին, մեր թիմը, տեսադարան, մասնաճյուղեր, անգամ ունենք նաև գնացուցակ, կարող են օգտվել, նայել, ուսումնասիրել, կարծիքներ, ճեկ, իհարկե, թեստեր պետք է մուտք գործել, հենց անմիջապես թեստերի վրա սեղմենք, բերում է մեր ընդհանուր այդ քննական բոլոր թեստերը, որը որ ցանկանան, կարող են մուտք գործել եւ փորձել այդ հարցերին պատասխանել։ Նաև կան հարցեր, այդ հարցերը իհարկե խմբավորած հարցեր են, ենթադրենք առանձին խաչմերուկներին վերաբերող հարցեր, բուժօգնության հետ կապված հարցեր, մի խոսքով բոլոր հարցերը տեղ ներառված են, կարող են տեղից էլ պարապել։ Իհարկե նշված կա նաև մեր հեռախոսահամարը, կապ կարող են հաստատել, անգամ ունենք առանձին հեռախոսահամարներ ըստ մասնաճյուղերի։ Վանաձորում մասնաճյուղ, Գյումրիում, Երևան քաղաքում մի քանի տեղ ունենք մասնաճյուղեր, մի խոսքով կարելի է օգտվել այս ամեն ինչից, կամ զանգահարել ու մանրամասը տեղեկատվություն ստանալ շատ պարզ է մեր մասին։ Շնորհակալ եմ շատ մանօգտակար դասի համար, կհանդիպենք արդեն հաջորդ դասին։ Համեցիր Սյուզան ջան։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, իմ խորհուրդը մնում է անփոփոխ՝ մուտք գործեք X-Drive կայք, պարապեք քննական թեստերը, իսկ եթե կլինեն հարցեր, կարող եք հենց զանգահարել ավտոդպրոց։